Պատրաստում ենք անուշաբույր մալինայի սոկ։ Եթե ուզում եք ձմռանը վայելել ամռան համը, մնացեք մինչև վերջ պատրաստման ընթացքը տեսնելու համար։ Ես վերցրել եմ 4 կգ մալինա և այն պետք է լվանալ։ Լավ լվանալուց հետո տեղափոխում ենք ցամքոցի մեջ, որպեսզի մի փոքր ջրքամվի։ Այնուհետև տեղափոխում ենք հարմար ամանի մեջ և ձեռքի բլենդերի օգնությամբ սկսում ենք լավ հարել, դարձնելով համասեր զանգված։ Այնուհետև մաղի օգնությամբ քամում ենք, հեռացնելով կորիզը։ Ընթացքում անհրաժեշտության դեպքում նոսրացնում ենք ջրով, որպեսզի հեշտ քամվի։ Այսպես բոլորը մաղով անցկացրեցինք և կաթսան տեղափոխում ենք կրակի վրա։ 4 կգ մալինային ես ավելացնում եմ 600 գ շաքարավազ։ Եթե քաղցրի սիրահար եք, շաքարավազը կարող եք մի փոքր ավել լցնել։ Լավ խառնում ենք, որպեսզի շաքարավազը լուծվի։ Այնուհետև ավելացնում եմ 3 լիտր սառը ջուր։ Կափարիչով ծածկում ենք, սպասում ենք մինչ եռա։ Եռալու ընթացքում այսպես փրփուր է գոյանում և այն պետք է հավաքել։ Այսպես հավաքում ենք ամբողջ գոյացած փրփուրը։ Երբ եփը գալիս է, եփում ենք 7-ից 10 րոպե, ավել հարկավոր չէ։ Եփելուց հետո տեղափոխում ենք տարաների մեջ և փակում։ Այս չափաբաժնից ստացվում է 2 հատ 3 կգ-անոց տարայով հյութ։ Ծածկում ենք, թողնում ենք մինչ հովանա։ Եվ եթե ձեզ դուր եկավ պատրաստման իմ տարբերակը, պահպանեք տեսանյութը, գրեք մեկնաբանությունում, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք։